Հայաստանի Հանրապետությունը միջազգային բոլոր զեկույցներով հեղափոխական այս Հայաստանի Հանրապետությունը հայտնի է, որ չունի դատական իշխանություն, իրավական ամբողջ համակարգը գտնվում է գործադիր իշխանության տակ, այսինքն մեկ մարդու է ենթարկվում, եւ բանտային համակարգում մանդատար ինքնասպանություններ, ծեծ ջարդ, կասկածելի մահեր են տեղի ունենում։ Այսինքն Միացյալ Նահանգներում դատավորը նստած մտածելու է, որ եթե այս մարդուն ես դեպորտ եմ անում Հայաստան, ուր եմ ուղարկում։ Մի երկիր, որտեղ դատական համակարգը SMS-ով է կառավարվում, վարչապետը SMS-ա գրում, դատական համակարգի ամենագլխավոր պաշտոնատար անձը հրաժարական է տալիս, հետեւաբար չկա դատական համակարգ, միայն այդ գործով, միայն այդ հատվածով, միայն այդ վերնագրով հնարավոր է ցանկացած դատական գործ հաղթել միջազգայնացաներում եւ ցույց տալ, որ քաղաքականացված է։ Հետեւաբար դոգի հետապնդումը քաղաքական հետապնդում է, քրեական որևէ process-ի հետ կապ չունի։ Այն ամբողջությամբ քաղաքական է, որովհետեւ նա մտել էր եւ խանգարում էր գործող իշխանության վերարտադրմանը եւ նախկինների գործող իշխանության հետ խաղալուն, դեր խաղալուն, օպոզիցիա լինելուն եւ այլն այս process-ներին։ Եվ ահա այս երկու շահերը համընկել են եւ այս երկու շահերի համընկման արդյունքում այս process-ներն իրականացվել են։ Փաստորեն բարձում է, որ 23 թվականին է այդ հարցումը ուղարկվել, որպեսզի Միացյալ Նահանգներում ուշադրություն դարձնեն, ես հարց ունեմ, ինչու է 23 թվականին ներկայացվել, որովհետև 23 թվականին է երևացել, որ այդ մարդը էլեկտորալ իրավիճակ է փոխում։ Եթե 22 թվականին չէին ներկայացնում, ավելի շուտ չէին ներկայացնում, 21-ին չէին ներկայացնում, դեպ 23 թվականին է բացահայտվել նրա էլեկտորալ նշանակությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ, թե ինչպես կարող են մարդկանց խափելու դեմ դառնալ, որտեղ ինչ անում ինքը մարդ մեդիա է, հասկանում եք, ամենամեծ մեդիան է, որը չի վերահսկվում ոչ նախկինների, ոչ ներկաների կողմից։ Նրա Telegram-յան ալիքը, նրա եթերները, ես երբեք չեմ խուսափել քաղաքական որևէ ֆենոմենի, քաղաքական որևէ իրադրության գնահատական տալու։ Եվ իմ գնահատականը դա է եղել, էսա տեղի ունեցել, եւ սա շարունակվող process է։